Տևական ժամանակ ես մերժել եմ այն թեզը, որ ընդդիմության հիմնական նպատակը այս պայքարում պետք է լինի իշխանափոխությունը։ Ես ասել եմ սխալ թեզ եք դուք առաջ տանում։ Իշխանափոխությունը չի կարող լինի քաղաքական պայքարի նպատակ։ Իշխանափոխությունը ընդհանրապես միջոց է ձեր քաղաքական նպատակները կյանքի կոչելու համար։ Հետո դուք բարի եղեք շարադրել այն նպատակները, որի համար դուք ուզում եք գաք իշխանության։ Հասկանում եք, սա թվում է թե բառախաղ է, բայց իրական շատ էական նշանակություն ունի։ Դուք իշխանություն տեսնում եք նպատակ, եթե դուք տեսնում եք իշխանություն նպատակ, ապա նշանակում է այդ նպատակին հասնելու ցանկացած միջոց ձեզ համար կլինի արդարացված։ Ես ասում եմ իշխանությունը նպատակ չէ, իշխանությունը միջոց է։ Նպատակը այս պետության կայացումն է։ Այս պետության, Հայաստան պետության անվտանգության երաշխավորումն է։ Նպատակը սա է, այս նպատակին հասնելու համար պետք է գալ իշխանության։ Սրանք տարբեր մտածողություններ են, հասկանում եք ինչ եմ ասում։ Ես դեռ ասում սեղանին դրեք այդ նպատակները, դա հիերարխիա է նպատակների որոշակի։ Ամենակարևորը, այո, ես էլի շարունակում եմ մնալ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը եւ Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորումն է։ Այն սպառնալիքները, որոնք ձևավորվել են այսօրվա գործող իշխանությունների անգործության կամ գործողությունների արդյունքում, այդ բոլոր սպառնալիքները պետք է չեզոքացվեն կամ գոնե մեղմվեն այն աստիճանի, որ ես եւ դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ զերծ մնանք մտահոգությունից, որ մեր ապագան կամ մեր երեխաների ապագան այլևս վտանգված է այս տարածքում ապրել։ Սա է նպատակ է սա։ Այո, նպատակ է, որ այդ բոլորը պետք է ծառայեցնել, այդ բոլորին հասնելու համար պետք է ծառայեցնել նաև քո ինստիտուտները, այդ թվում նաև տնտեսական, այդ թվում նաև ռազմական, այդ թվում նաև հոգևոր, բայց կներեք նպատակը ուրիշ պետք է լինի, չէ՞։ Ես այսպես եմ մտածում։ Հիմա ես արդեն հասկանում տեսնելով ինչ է կատարվում այս եկեղեցու վրա, այս արշավ ամբարտավան հատկապես, որտեղ եկեղեցին, Գևորգ, հայապահպանության վերջի եւ ամենագլխավոր հիմնարարությունն է։ Եկեղեցին միայն հայաստանցիներին է։ Ցանցային ինստիտուտն է աշխարհում։ Բայց դա հայկական միակ այն ինստիտուտն է, ազգային ինստիտուտն է, որը երաշխավորում է հայապահպանությունը։ Սփյուռքի շատ ու շատ հայեր շնորհիվ առաքելական եկեղեցու են իրենց դիտում հայ, համարում հայ, մտածում հայավարի, սա փաստ է։ Այմա, երբ որ այս ամեն ինչը տեսնում եմ, ստիպված հաշտվում եմ այն մտքետ, որ իշխանափոխությունն էլ է դառնում նպատակ, բայց ընդհանրապես առաջիկա ընտրությունների համար։ Մեծ իմաստով իշխանությունը երբեք իշխանափոխություն կամ իշխանության գալը չի կարող դիտվել նպատակ։ Ես գիտեմ, որ տեսական բաներ եմ ասում, որտեվ հազարավոր մարդիկ ինձ կասեն, դա ինչ եք խոսում, այն արևմուտքը սա։ Այսպես դա փաստը։ Հա։ Բայց ես ասում եմ, այն որ ես մտածում եմ։ Այդ նույն արևմտյան ազդեցիկ քաղաքական ուժերը իրանք նախ եւ առաջ ներկայանում են այս կամ այն կոնցեպտի, հանրային կյանքի կազմակերպման իրենց սեփական կոնցեպտն են ներկայացնում, հետո նոր ասում են այս կոնցեպտը կյանքում իրականություն դարձնելու համար գալիս եմ նպատակ, գալիս եմ ձգտում եմ իշխանության։ Խոսքը սրա մասին է։ Ես այդպես եմ հասկանում։